Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, ներկաներ, ներկայացնեմ Քննչական կոմիտեի 2026 թվականի բյուջետային հայտի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։ Քննչական կոմիտեի կողմից ինչպես 2025 թվականին, այնպես էլ 2026 թվականին բյուջետային գործընթացի շրջանակներում իրականացվելու է մեկ հիմնական ծրագիր, նշված ծրագրում հաջորդ տարվա համար ընդգրկված են թվով 5 միջոցառումներ, որը 2025 թվականի համեմատ նվազել է 1 միջոցառումով, մասնագիտական վերապատրաստում անցնող կրթաթոշակի տրամադրում։ Կոմիտեի կողմից 2026 թվականին իրականացվելիք մեկ հիմնական ծրագրի ծախսային պարտավորությունը կազմում է 19.2 միլիարդ դրամ, որը 220 միլիոն դրամով աճել է 2025 թվականին հատկացված 18.98 միլիարդ դրամի համեմատ։ Աճը հիմնականում պայմանավորված է 2026 թվականի հունվարի 1-ից պահնորդական ծառայության ներդրմամբ, աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով։ Ծրագրի նպատակն է քրեական դատավարության օրենսգրքով կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը եւ իրականացումը։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետեւյալ միջոցառումները. քրեական գործերով վարույթի իրականացում նախատեսվել է 17.74 միլիարդ դրամ, որը 2025 թվականի 16.89 միլիարդ դրամի համեմատ աճել է մոտ 850 միլիոն դրամով։ Աճը հիմնականում պայմանավորված է 2026 թվականի հունվարի 1-ից պահնորդական ծառայության ներդրմամբ աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով արդեն իսկ նշեցի։ Երկրորդը վերապատրաստման եւ պատրաստման կազմակերպում միջոցառման մասով բյուջետային հայտով նախատեսվել է 22.4 միլիոն դրամ, 730 վերապատրաստվող, իսկ 2025 թվականին 23.4 միլիոն դրամ, 775 վերապատրաստվող։ Հաջորդը քննչական կոմիտեի պահոստային ֆոնդ միջոցառումով նախատեսվել է 318.1 միլիոն դրամ, 2025 թվականին 316.8 միլիոն դրամի համեմատ։ Պահոստային ֆոնդի մեծությունը հաշվարկվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց եւ քաղաքացիական ծառայողների աշխատավարձի միասնական ֆոնդի 2%-ի չափով։ Մյուսը փորձագիտական ծառայությունների տրամադրում միջոցառումով նախատեսվել է 721.8 միլիոն դրամ, պահպանելով 2025 թվականին հատկացված նույն գումարը։ Այս միջոցառման շրջանակներում փորձագիտական ծառայությունները եւ քրեագիտական աջակցությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի կողմից, որը կազմավորվել է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 650N որոշումով։ Մյուսը մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում միջոցառումով 2025 թվականին հատկացվել է 41.9 միլիոն դրամ, 120 ունկնդիր, իսկ 2026 թվականին չի նախատեսվել, Արտադրության նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է վերապատրաստման կրթաթոշակի դադարեցում։ Մյուսը քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում միջոցառումով 2026 թվականի համար նախատեսվել է 400 միլիոն դրամ, կենտրոնական մարմնի երկրորդ վարչական շենքի Մամիկոնյանց 48 հասցեում կապիտալ վերանորոգման համար, իսկ 2025 թվականին տվյալ միջոցառումով հատկացվել է 990.2 միլիոն դրամ, 800 միլիոն դրամը վերոնշված երկրորդ վարչական մասնաշենքի եւ 190.2 միլիոն դրամը Երևան Թայրով 14 վարչական շենքի կապիտալ վերանորոգման համար։ Շնորհակալություն, ավարտեցի։